ձեզ գարնանային տրամադրություն մաղթելով խոսքը տալիս եմ Արուսյակին։ Բարև տիկնայք եւ պարոնայք, գարնանային տրամադրություն եմ մաղթում նաեւ ձեզ նաեւ ես ու մեկ անգամ եւս պիտի կրկնեմ այսօր 2000 թվականի մարտի 19-ը եւ հենց այս առիթով է, որ մենք հյուրընկալում ենք մեր այսօրվա հյուրին։ Ավելի ճիշտ առիթը 2 օր անց է։ Այսօր մեր հյուրն է Արորթաց ուխտի գերագույն քրմապետ Տիար Սլակ Կակոսյանը։ Իսկ թե մարտի 21-ը ինչպես եւ որքանով յուրովի են մեկնաբանում Արորթաց ուխտի քրմերը, անդամները, ուխտավորները կամ գերագույն քրմապետը կասի հենց Տիար Կակոսյանը, ուրեմն առաջիկայում մարտի 21-ն է, սա տոն է, ինչ է ուխտը իրենից ներկայացնում եւ ինչ տոնի մասին է խոսքը։ Բարև, պարոն Կակոսյան, կամ Տիար Կակոսյան։ Դուք այդպես եք ցանկանում, Տիար։ Նախ ես ուզում եմ շնորհավորել բոլոր հայորդիներին գալիք տոնի արդիվ մարտի 21-ին ավանդական արեգի 1-ին մեր նոր տարին է եւ Վահագնի ծնունդը այդ տոնը տոնվել է հազարամյակներ շարունակ որոշ հատվածում պատմական ընդհատվել է, հիմա նորից վերականգնվում է։ Դա մեր նոր տարին է և մենք կատարելու ենք այն։ Ես կոչ եմ անում բոլորին տոնել այդ շատ կարևոր, բնական և ավանդական մեր նոր տարին և Վահագնի ծնունդը։ Ինչպես է դա տոնվում, ի տարբերություն հունվարի 1-ի, որ այնտեղ նոր տարին կատարում են գիշերվա 12-ին, արեգի 1-ի, այսինքն մեր ավանդական նոր տարին կատարվում է առավոտյան արշալույսին, առաջին գարնան արևը դիմավորելով։ Զարդարում են տոնածառ, բայց ոչ իհարկե այն տոնածառը, որ ներսում եղևնի բերում ենք դնում ենք, այլ բնական, կենդանի, որևէ ծառ զարդարվում է, դիմավորում են առաջին արևը և նայից հետո սովորաբար ինչպես կատարվում է, ուտում են, խմում են, նվերներ են Ինչ խոսքեր են ասում արևի գարնանային արևի առաջին շողերին։ Այո։ Ինչ խոսքեր են ասում, հավանաբար ինչ-որ կարգ կա հատուկ խոսքեր կան։ Տարբեր խոսքեր են ասում, պետք չի դրան անդրադառնամ, ես որ դա երկար պատմություն է, այո։ Հիմա հարցը այն է, որ ես նորից շնորհավորում եմ ձեզ և ցանկանում եմ, որ դուք կատարեք ձեր ընտանիքներում մեր նոր տարին և Վահագնի ծնունդը։ Միաժամանակ ուզում եմ հայտնել ձեզ, որ հենց մարտի 21-ին, ցերեկվա ժամը 1-ին, Գառնի մայր տաճարում տեղի ունենալու ձեզ և տոնակատարություն նվիրված մեր ամանորին և Վահագնի ծնունդին։ Ցանկացողները կարող են մասնակցել։ Ներողություն Տիար Կակոսյան, իսկ հունվարի 1-ը արորդիները չեն ընդունում։ Գիտեք ինչ, դա պարզապես ավանդաբար եկել է, մենք կատարում ենք, բայց որպես նոր տարի, գիտեք ինչ, դա ճիշտ չի, ձմեռվա կեսի նոր տարի չի լինում։ Ամեն մի ծնունդ դա պարբերության սկիզբ է։ Իսկ տարին որպես պարբերություն, բնականաբար իր ծնունդը ստանում է գարնանը։ Ուրեմն ճիշտը գարնան առաջին օրն է։ Ուրեմն գարուն, զարթոնք, նոր տարի, ինչպես դուք եք ասում, տոնվելու է ծիսակատարություն է լինելու, այդ ծիսակատարությունը ինչ է ներառում։ Հրավիրում եք մարդկանց, գուցե մեկնաբանենք ինչ է տեղի ունենալու։ Գիտեք ինչ, սովորական հիմնականում այնտեղ նույնպես տոնածառ է զարդարվելու։ Բնական, մի կենդանի, դա տարբերությունը գիտեք ինչ է, հունվարի 1-ին, քանի որ ձմռանն է տոնում, նա արդեն բնական կենդանի ծառ չեն կարող զարդարել։ Ուրեմն անկենդան ծառը կտրում ենք, անկենդան վիճակում բերում ենք տուն, զարդարում ենք, հետո տանում ենք դեն ենք շպրտում։ Բողբոջած ծառն ենք զարդարելու, ինչով է զարդարվում։ Գառնիում, ասենք տաճարի մոտ, որևէ ծառ։ Գիտեք ինչ, դուք անշուշտ Գեղարդում տեսած կլինեք ծառեր, որից վրա
թաշկինակներ, շորեր եւ այլն։ Կարմիր ժապավեններ։ Դրանք բոլորը մեր նոր տարվա ուրեմն հետքերն են, որ գալիս են։ Ով ինչ ուզում է, զարդարում է։ Մեկը թաշկինակ է կախում, մյուսը խաղալիք է կախում, ով ինչ ուզում է, կարևոր այստեղ այն չի թե ինչ են կախում։ Կարևորը որ կախողը անպայման իր իղձն է հաղորդում։ Հասկանում եք։ Իր ցանկությունն է հաղորդում եւ դա երջանկություն է բերելու նրան։ Իմաստը սա է։ Այնպես որ նոր տարվա օրը, Վահագնի ծննդի օրը մենք անպայման այնտեղ տոնածառ ենք զարդարելու։ Տեր-Կակոսյան, ձեզ հյուրընկալելու առիթով մենք այս անգամ մեր հարցը այսպես ենք ձևակերպել, բարև ծրագիրը սովորաբար հարց ունի, որ հղում է պատահական անցորդներին Երևանի փողոցներում, այս անգամ հարցն այսպիսին էր, հայերը մինչև 301 թվականը, դիտենք, լսենք պատասխանները, հետո նաև կուզեի ձեր մեկնաբանությունը։ Հեթանոս են, մինչև այդ հայկի պաշտամունքն աղրետը փոխվեց Արամազդի, Հեթանոս աստվածն են մի խոսքով, բազմաստվածություն էր։ Ինչ գիտեմ պատմությունից, մենակ գիտեմ, որ հայերը քրիստոնյա են եղել, քրիստոնեությունից առաջ չեմ իմանում ինչ է եղել, ես գիտեմ, որ ազգի մեջ ամենաառաջի քրիստոնեությունը հայերն են ընդունել, որը որ սաղ աշխարհը գիտի, կրակապաշտ է։ Ճիշտ ասած չգիտեմ, հետաքրքրել է, բայց ճիշտ ասած չեմ հետաքրքրվել։ Հայեր են, ոնց ովքեր են, էլի հայեր են, կրապաշտ են, կրակին են հավատում, դե կարող են վաղ Հունաստան հետ շատ կապ ունեն, այդ մեն հուների աստվածներն են երևի մեր աստվածները, լավ չգիտեմ պատմությունը հայեր էլի, ես ինքս տեղած չեմ։ Աթեիստներ էին։ Սպառապես ոչ քրիստոնյա։ Իհարկե հավատացել են, տարբեր բաների են հավատացել, բայց չեմ կարող ասել կոնկրետ հայերը ինչին են հավատացել։ Այս 70 տարվա ոչ քրիստոնեական այդ սկզբունքները մեզ բոլորովին իմ հասակի համենայն դեպս մարդկանց խեղաթյուրել են, այնպես որ քրիստոնեությունից քիչ եմ ես այդպես իմանում, կներեք։ Կրակին պաշտում։ Հետո կրակն ավելի ծառնատու է, քան թե Քրիստոսի փոչը բռնելը, որ կրակով եփում են, կրակով լողնում ես, կրակով տակնում ես, Քրիստոսի փոչը բռնելն ինչ են հասկանում։ Չեմ կարող ասել։ Կարող եմ ասել ազգ էին, ազգություն, իր մշակույթով, ամբողջական էին ավելի։ Քրիստոնեությունը շատ կարևոր էտապ էր, բայց ինքը կրոնական մոտեցումը տարիների ընթացքում աղավաղեց ինքնությունը էլի։ Դա բարդ հարց է, ես չեմ կարող մի անգամից պատասխանել։ Կոսմոպոլիտ հեթանոսներ։ Ցավալի է, որ ընդհանրապես դա երևի մեր նացիոնալ գիծն է, երբ որ ընդունում են որևէ մի դավանանք, ընդհանրապես մոռանում են եւ աշխատում են ջնջել հին ունեցածը, հին արժեքները։ Եվ դրա համար ցավալի է, որ մեզ հիմնականում չեն հասել այն մեծ արժեքները, որոնք կրում էր իր մեջ հեթանոսական շրջանը։ Ինչ իմանամ, ում են հավատացել, չգիտեմ ճիշտ։ Հայերը մինչև քրիստոնեությունը եղել են կրակապաշտ, ինձ թվում է։ Բազմաստվածություն։ Ամենահզոր աստվածը Վահագնն է մեր եղել եւ Անահիտը, սիրո գեղեցկության, պատղաբերության աստվածուհին, մնացածը մի քիչ դժվար եմ հիշել։ Հեթանոսներ են։ Մետահանեմար է, գիրեի առաջ, գիրեի, հիմի մետահանեմար է։ Այժմ կարծում եմ այս հարցի պատասխանը կլսենք նաև մեր այսօրվա հյուրից Տեր-Կակոսյան, առորդած ուխտի գերագույն քուրմ։ Գիտեք ինչ ցավալի է շատ։ Ամենամեծ ցավը այն է, որ մենք կտրվել ենք մեր նախնիներից։ Մինչև 301 թիվ գնում ենք ու կանգ ենք առնում։ Կարծես նայից առաջ մենք գոյություն չենք ունեցել։ Դա շատ ցավալի է։ Բայց իրականում չէ որ մենք մինչև էլ ենք ապրել։ Եվ այսօր խոսում են մինչև 301 թիվը այնպես իսկապես շատ պարզունակ անհետեցություններ են պարզապես ասում։ Նախ սկսենք հետանոս բառից։ Նախ ինչ է նշանակում հետանոս։
Հեթանոս հունարեն էթնոս բառն է, որ նշանակում է ազգ։ Ուրեմն հեթանոսություն նշանակում է ազգայնություն, ուրիշ ոչինչ չի նշանակում։ Կամ ինչպես Նժդեն է սահմանել ցեղակրոն։ Ուրեմն հեթանոսը արդեն որպես ազգ ունեցել է իր որակները բնականաբար, ուրեմն ապրել է իր որակներին համապատասխան եւ չեմ ասի, որ հակադրության մեջ չեմ ուզում տնել, բայց ամեն դեպքում դեմք ենք ունեցել եւ ապրել ենք որպես ազգային ես։ Հարցս է, թե հիմա 301 թվականից հետո քրիստոնեությունը մտավ, թե ինչ արեց, ինչ չարեց, դա իմ վերլուծելու բանը չի, դա պատմաբաններ են, թող նրանք վերլուծեն, դա իմ գործը չէ, ես ուրիշի բանի հարցերի մեջ չեմ խառնվում, պարզապես ուզում եմ ասել, որ հեթանոսությունը կրկնում եմ, դա մի արտարոց բան չէ, դա ազգային հավատք է, ցեղակրոնություն։ Բայց ինձ թվում է համենայնդեպս այս պատասխաններում արտարոց լինելու երանգ չկար։ Չէ, պարզապես չգիտեն մարդիկ ինչ։ Այո, չգիտեն։ Շատ-շատերը չգիտեն, կարելի է մեկ հարց, դուք ասում եք 301 թվականից առաջ մոռանում ենք, բայց եթե գանք կոնկրետ բազմաստվածության այն շրջանի, երբ ավելի շատ հելենիստական ազդեցությունը կար Հայաստանում ու հայ աստվածներն էլ նույնացվում էին շատ հաճախ հույն աստվածների հետ, չէ, ասենք զուգահեռներ միշտ կարելի է տանել եւ Աստղիկի եւ Անահիտի եւ բայց մինչ այդ էլ մենք աստվածներ ենք ունեցել, օրինակ Խալդ աստվածը ասենք։ Չէ, ներողություն։ Չէ, եթե ավելի հեռուն գնանք դեպի Ուրարտու։ Ավելի հեռուն եմ ուզում գնալ։ Նախ հելենիզմը նույնպես մի դարաշրջան է, որը մեր վրա ազդեցություն գործեց։ Հատկապես Արտաշիսյանների թագավորության օրոք Տիգրանի Արտաշիսը։ Դա նույնպես բացասական ազդեցություն գործեց մեր վրա, խիստ բացասական։ Մենք ունեցել ենք մերը, դա գալիս է մեր ծագումից, վերջապես ամեն մի ազգ, որպես բնական է արարված, ի սկզբանե հարաբերվում է բնության հետ, հարաբերվում է բնության օրինաչափությունների հետ, զորությունների հետ եւ ընկալում է, յուրովի ընկալում է այդ բոլորը։ Ուրեմն ի սկզբանե ազգը ունեցել է իր հավատքը։ Ընդհանրապես չկա աշխարհում մի ազգ, խոսքը բնական ազգի մասին է, որ իր հավատքը չունենա։ Եթե չունի, ուրեմն նա ազգ չի։ Հավատք կրոն տարբեր։ Կրոնը տարբեր է։ Կրոնը գաղափարախոսություն է, իսկ հավատքը բնական օրինաչափությունների ընկալում։ Ներողություն, եկեք մեր հավատքից, որովհետև մեր ժամանակը խիստ սահմանափակ է։ Ուրեմն հավատքը զագումի հիմքի վրա է կառուցված։ Ուրեմն երբ զգում է ցեղը, ավելի ճիշտ ցեղը, ազգը նա արդեն մասերն են։ Ցեղը զգում է իր ծագումը, իր հարաբերությունները բնության հետ, բնական զորությունների հետ, նաև աստվածությունների հետ, եւ բնականաբար կառուցում է իր հավատքը եւ փաստորեն հավատքը դա ազգը ինքն է, ազգի հոգեբանությունն է, ազգի ապրելակերպն է, ազգի բարոյական կառուցվածքն է եւ իսկ աստվածները, իսկ աստվածները աստվածներն գիտեք ինչ, աստվածներն էլ ինչ բան է։ Մենք հարաբերվում ենք մեր աստվածների հետ։ Օրինակ այսօր ես հարաբերվում եմ իմ աստվածների հետ։ Հարաբերվում եմ։ Ոչ թե այդ կրոնը իրանից դուրս մի փրկիչ է որոնում։ Այս է կրոնը, բոլոր կրոնները, մենակ քրիստոնեություն չէ։ Ուրեմն փոխադարձ հարաբերություն չի ստացվում։ Նա միայն խնդրողի դերում է։ Մենք մեր նախնիները նույնպես հարաբերվել ենք մեր աստվածների հետ։ Իմացեք, այդ տեսեք հասարակ մի բան։ Ինչ եք տվել դուք աստվածներին։ Ինչ են տվել աստվածներին մեր նախնիները։ Այո, ասեմ։ Հիմա ինչ է տալիս ինձ։ Դա ասեմ։ Հիմա ես ու դու որ խոսում ենք, մենք էներգիա ենք փոխանակում։ Ընդունում ես դա։ Ես քեզ էներգիա եմ սնում, դու էլ ինձ ես էներգիա սնում։ Այդ հարաբերությունները էներգիայի սնունդ է տալիս վերջապես։ Այ եղել է դեպք, որ ասենք մեկի հետ մի քիչ խոսել ես, նա ինձ հետո սարսափելի հոգնածություն է զգացել։ Այո, պատահում է։ Ինչից է գիտես, որտեղ նա պարազիտ է եղել, նա քեզ այն սնվել է, քեզ չի սնվել։ Այ աստվածների հետ, որ մենք հարաբերվում ենք, մենք սնվում ենք նրանցից, մենք էլ սնում ենք իրանց, մի կարծեք միակողմանի է։
Վաղը չեմ մյուսօր այդ փոխհարաբերությունը կայանալու է։ Այո, այդ ամենը մենք սնվում ենք նամցից էներգիա, իմացա և զորանում ենք, այնպես որ մենք հենց այնպես միայն ընդհանրապես մենք չենք աղոտում, աղոտ չկա, հավատքը սա է, հավատքը կրոնի հետ ոչ մի կապ չունի, և չի կարելի նույնիսկ համեմատ, նույնիսկ հակադրել չի կարելի, որտեղ նա ուրիշ բան է, 301 թվականից քրիստոնեություն մտավ, որպես կրոն մտավ, հիմա ով ուզում է հավատա, թող հավատա, դա էլի եմ ասում գաղափարախոսություն է, թող ով ուզում, բայց ամեն մարդ պիտի զգա, որ այդ կրոնի կողքին կա նաև ազգը, որ ինքը ազգ է, հայ է, դու քրիստոնյա չես ծնվել, դու ծնվել ես հայ, ուրեմն ես ցանկացած օր մի հատ կրոն կարող ես փոխել, դա ընտրության ենթակա է, բայց երբեք քո ազգը փոխել չես կարող։ Ուրեմն ազգը մի կողմ դնենք, կրոնը մի կողմ դնենք։ Եվ դրանք կրկնում եմ, չպիտի հակադրել իրար։ Անհատական մոտեցում է քրիստոնեությունը ընդունողը կամ չընդունողը, դա իրանց գործն է։ Բայց ամեն հայ պիտի զգա, որ ինքը այս ազգի զավակն է, այս ազգի ծագումը իրան հարազատ է, այս ազգի հոգեբանությունը իրան հարազատ է, այս ազգի աստվածները նույնպես հարազատ են, թող գնան Էջմիածի մոնվառեն, աղոթեն, կան Գառնի Վահագնի տոնը տոնեն։ Վաղը չեմ մյուսօրը։ Հենց այս առիթով հրավիրվում են բոլորը։ Բոլորը հրավիրվում են։ Չնայած հրավերը մի քիչ ճիշտ չի, մարդը Իր գլխավոր տոնին հրավիրում։ Այո, բայց Գառնին որքան իմն այնքան քոնն է, ազգը որքան իմն այնքան քոնն է, ինչու ես քեզ հրավիրեմ։ Դե Արկակոսյան, ես խնդրելու եմ մեկ անգամ եւս ընդմիջել մեր զրույցը, դեմ չեք։ Ծրագիրը շարունակենք եթե մեր հյուրին հարցեր ուղղելով ու մի հարց է եկել հեռուստադիտողի կողմից, Տեարկակոսյան ասում են, որ մեծ պահք է հիմա, մինչև զատիկը, ըստ քրիստոնեական օրենքների այդպես ասենք, հեթանոսների մոտ պահք հասկացություն կա եւ արդյոք երբ է, գուցե հիմա է հենց էլի։ Գիտեք ինչ, այդպիսի օրենք որպես մեզ մոտ չկա, որ այսինչ պարտադիր կերպով պիտի պահի, ով ուզում է կպահի, ով ուզում է չպահի։ Տեարկակոսյան մարտի 21 Վահագնի ծնունդ տարին է սկսում, Վահագն իբրև աստվածություն նշեցինք, էլի աստվածներ եւ ում է հատկապես պաշտում գլխավոր քրմապետը։ Ասեմ ձեզ, նախ ամբողջ բնությունը կառավարում են 4 զորություններ, քանի որ ամեն սերնդատվություն, ամեն ինչ կատարում է երկսեռության պայմաններում, ուրեմն կա արարող զորություն, Արան է, ծնող զորություն, այսինքն մայրը, Անահիտն է, եւ կան նաեւ երկու հակադրություն, դրական էներգիա եւ բացասական էներգիա։ Գիտենք ամեն ինչի մեջ էլ այդ երկուսը կա, որում դրական էներգիան տիեզերական էներգիան է, բացասական էներգիան հողի էներգիան է։ Դրական էներգիայի խորհուրդը Վահագնն է, բացասական կամ հողի էներգիայի խորհուրդը Յահվան է։ Հիմա տեսեք, ինչպես բոլոր բույսերի մեջ էլ, կենդանիների մեջ էլ, նաև մարդկանց մեջ կան տեսակներ, որոնք կրում են դրական էներգիա եւ կան տեսակներ, որոնք կրում են բացասական էներգիա։ Ըստ այդմ մենք արիներս որպես դրական էներգիա կրող տեսակ, մեր ներքին կենսա էներգիան սնում ենք Վահագնից։ Ուրեմն Վահագնը միայն մեր Աստվածն է։ Իսկ սեմականները օրինակ, նրանք բացասական էներգիա կրողներ են, նրանք սնվում են Յահվայից։ Ըստ այդմ պետք է ասեմ ձեզ, որ քրիստոնեությունն էլ, մահմեդականությունն էլ, ուդայիզմն էլ Յահվայականություն են պաստորեն։ Այսինքն բացասական հողի էներգիայի արտահայտություն է։ Մենք կրկնում եմ, մեր ամենա դժվար է սիրած ասել, որտեղ կարող եմ դες չհամաձայնվել։ Կարող է չհամաձայնվել, որ համաձայնենք, մեզ հետ կնեիք էլի։ Չեմ զարմանում։ Այնպես որ Վահագնը կրկնում եմ միայն մեր Աստվածն է։ Դրա համար բոլոր արիական հավատների, ազգերի հավատները եւ կրոնները բոլորը Աստորեն վահագնականություն են, որտեղ բոլորը Վահագնից են սնվում։ Իսկ սեմական հավաքը եւ կրոնները
Յահվայական։ Սա ըստ արորդած ուխտի, ըստ արորդած ուխտի էլ ինչ տոներ եք ազգային նշում։ Գիտեք ինչ, բոլոր ազգային տոները թվարկեմ։ Կարելի է։ Վարդավառ երևի։ Անպայման վարդավառ, տրնդեզ, զատիկ, խաղողորտնեկ, նավասարդ։ Նավասարդը շատերը շփոթում են նոր տարվա հետ, այդպիսի բան գոյություն չունի։ Տիար Կակոսյան, ձեր անունը ներողություն անձնագրով Էդվարդ է, Սլակ, որտեղից։ Դա իմ տոհմի, ավանդաբար իմ տոհմապետի, այսպես ասած, նախնու անունն է։ Ես ծագումով Սլկունի տոհմից եմ։ Տարոնի իշխաններն էին։ Այնպես որ ըստ ավանդության մեր նախահայրը Սլակ է եղել, դրա համար Սլկունի է կոչվում։ Ես այդ անունն եմ վերցրել։ Մեկ անգամ եւս անդրադառնանք առաջիկա ծիսակատարությանը մարտի 21 հրավիրում ենք Կառնուտաճար ժամը 1-ին, իսկ մեր ժամանակը սպառվեց, եթե խոսք ունեք ասել Խոսքը մենակ նորից եմ շնորհավորում բոլոր հայերին, արմենական ծագում ունեցող հայերին, Վահագնի ծնունդի եւ ամանորի կապակցությամբ։ Եվ կոչ եմ անում ձեզ, ձեր ընտանիքներում տոնեք այդ տոնը առավոտ գիշերով, դիմավորեք արևը, զարդարեք որևէ կենդանի ծառ, եթե երեխաներ կան անպայման նվերներ չմոռանաք, մնացածը գերոխումարեք եւ ցանկանում եք համեցեք գալու։ Ձեզ հաճելի ժամանց ենք ցանկանում սիրելի հեռուստադիտողներ, մեր եւ մեր հյուրի կողմից, իսկ մեր հյուրին լուսանկար կհանձնենք, որ կհիշեցնի այսօրվա օրը։